Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն սեպտեմբերի 17-ն է, Հայաստանի վերաբերյալ շատ հարցերի չունենք կանդրադառնամ Դոնալդ Թրամփի գրառմանը Հայաստանի և Ադրբեջանի մասին, քիչ առաջ նա գրառում է կրկին արել, զետեղելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և իր նկարը միասին, այդ մասին մենք կխոսենք և մնացած հարցերը, որոնց որ անդրադառնալու են, հիմնականում վերաբերվում են Ուկրաինային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, ինչպես նաև Իսրայելին ու Գազային։ Կարծում եմ դրանք ևս չափազանց կարևոր թեմաներ են, որոնց մասին մենք պետք է անպայման իմանանք։ Սակայն նախքան դա ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որ երեկ արձագանքեցին մեր կոչին, PayPal-ով ինչ-որ գումար ուղարկեցին, շատ շնորհակալ եմ, միանշանակ դա շատ կարևոր է, այն էլ այս բարդ իրավիճակում։ Դե ինչ անցնենք գործի, սիրելի հայրենակիցներ, եւ ինչպես արդեն նշեցի, սկսենք նրանից, որ Դոնալդ Թրամփը գրառում է արել, զետեղելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ իր նկարը եւ ասելով, որ իր համար մեծ պատիվ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությանը, նա գովել է Փաշինյանին եւ Ալիևին, ասելով, որ երկուսն էլ մեծ մարդիկ են, մեծ առաջնորդներ են, ու սա կլինի հավերժ բարեկամություն ինձ եւ նրանց միջև եւ ամենակարևորը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ այդ երկրների միջև։ Ինչու է Թրամփը այսպիսի գրառում անում, ասեմ, որ սա միանշանակ մեզ համար շատ լավ է։ Թրամփը երեք խոսել էր, որ ինքը 7 երկրների միջև պատերազմ է դադարեցրել եւ հիմա էլ այս գրառումն է արել, երեք նաեւ անդրադարձել է Ուկրաինային, ինքը գրեթե ամեն օր խոսում եւ անդրադառնում է Ուկրաինային, եւ քանի որ Ուկրաինայի կոնֆլիկտը չի հաջողվում լուծել, նա անդրադառնում է նրան, ինչը իրեն հաջողվել է։ Եվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս ստորագրված փաստաթուղթը Թրամփի համար անձնական մեծ կարեւորություն ունի, ինչպես մենք բոլորս տեսնում ենք։ Սա միանշանակ մեզ համար լավ է, բայց իր համար կրկին հպարտանալու, աշխարհի երեսին երևալու շատ կարևոր առիթ է։ Դրա համար ինքը այս կարառումները անում է, քանի որ կրկնեմ, հաջողություններ չկան Ուկրաինայի շուրջ, այնտեղ որտեղ որ ինքը գրանցել է հաջողություն, այդ մասին գրում է։ Սա է, սիրելի հայրենակիցներ, իմ պատկերացումը Դոնալդ Թրամփի գրառման մասին։ Ուղղակի կրկին նշեմ, կարևորը այն է, որ քանի որ այդպիսի գրառումներ է անում, Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրությունը ավելի շատ կլինի Հարավային Կովկասի վրա եւ անձամբ իր Դոնալդ Թրամփի, քանի որ ինքը կվախենա, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինչ որ մի բան այնպես չգնա, ինչպես որ ինքը ծրագրել է։ Այսինքն դա շատ վատ հետևանքներ կունենա նրա համար, անձամբ նրա հեղինակության համար ամբողջ աշխարհում։ Բայց ինքը նաեւ անդրադարձել է Ուկրաինային, ինչպես արդեն նշեցի, եւ կրկին ասում է, որ օրերից մի օր անպայման պետք է հանդիպում տեղի ունենա Զելենսկի եւ Պուտինի միջև։ Եվ դրանից բացի երեք Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը արդեն հաստատել է, ընդունել է առաջին փաթեթը օգնության Ուկրաինային, ավելի ճիշտ ոչ թե օգնության, այլ այն սխեմայի, որով որ ՆԱՏՕ-ի երկրները Միացյալ Նահանգներից հիմա զենք են գնում եւ մատակարարում Ուկրաինային, այսինքն արդեն երեք այդ փաթեթը, առաջին փաթեթը հաստատվել է։ Ու Թրամփը ասում է, որ ամեն դեպքում, բայց Զելենսկին պետք է պայմանավորվել Ռուսաստանի հետ, իսկ Եվրոպային պետք է հրաժարվել ռուսական նավթից։ Նա նաև ասել է, որ ես սիրում եմ Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին, բայց այս երկիրը շատ լուրջ խնդիր ունի, Թրամփն է ասում։ Ես դա կկանգնեցնեմ վերջին 8 ամիսների ընթացքում 7 պատերազմ եմ դադարեցրել, ասել է Թրամփը։ Այսինքն Ուկրաինայի մասին ինքը ամեն օր խոսում է, նաև շատ անգամ ինքն իրեն հակասում է, խոստումները չի իրականացնում, դա էլ ենք մենք տեսնում պատժամիջոցների մասով, բայց
Ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի հարցը Թրամփի համար վերածվել է համար առաջին գլխացավանքի իր համար առաջին գլխացավանքի եւ ես կարծում եմ, որ միանշանակ ինչ որ քայլերի պետք է դիմի Թրամփը, քանի որ օրեցօր ինքը կարելի ասել երեսը իր գործունում է աշխարհի առջև, դրա համար ստիպված է լինում այդպիսի գրառումներ անել, զտեղելով իր սոցիալական ցանցում Ալիևի, Փաշինյանի եւ իր նկարը, օգոստոսի 8-ի նկարը Վաշինգտոնում։ Բայց շատ բնական է, որ օրինակի համար Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը, աջակցում է Թրամփի քաղաքականությանը, դա ինքը այլ կերպ չի կարող վարվել։ Ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են, որ սանկցիաների մասով Ռուսաստանի նկատմամբ քայլեր անի նաև Եվրոպան եւ նա ի նկատի ունի կոնկրետ նավթի գնումը, բայց մենք գիտեք սիրելի հայրենակիցներ, բոլոր երկրները չէ, որ նավթ են գնում Հունգարիան եւ ելի մի քանի երկրներ։ Ու այս հայտարարություններին զուգահեռ, սիրելի հայրենակիցներ, Թրամփի եւ Մարկո Ռուբիոյի կողմից հնչած Զելենսկին էլ իր հերթին կոչ արել Դոնալդ Թրամփին, որ ավելի շատ հակաօդային համակարգեր Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրեն Ուկրաինային, դրանից բացի լուրջ պատժամիջոցներ մտցնեն Ռուսաստանի դեմ, որպեսզի նրանք կանգնեցնեն Ռուսաստանի տնտեսությունը։ Ու նա նաև ասում է, որ ինքը կարծում է, որ Դոնալդ Թրամփը բավական ուժ ունի, որպեսզի ստիպի Պուտինին դադարեցնել պատերազմը եւ իրենից վախենալ։ Զելենսկին այդ ձևի հայտարարություն է արել, այսինքն հիմա այս քաղաքական աշխարհում ոչ միայն զենքի պատերազմի հարցը, այլ նաև հայտարարություններով փորձում են շատ հարցեր լուծել եւ Զելենսկին իր պատկերացումներն է ասում, Դոնալդ Թրամփը իր պատկերացումները, չնայած Դոնալդ Թրամփի պատկերացումները շատ հաճախ փոխվում են, բայց այսպիսի իրավիճակ մենք ունենք, երբ որ տարբեր տեսակի հայտարարություններ են անում եւ այդ հայտարարությունները բոլորը ազդում են ընդհանուր քաղաքական դաշտի վրա, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները խոսել է նաև Իրանից, նույն Մարկո Ռուբիոն անդրադարձել է Իրանին, ու ասելով Իրանի մասին, որ ռադիկալ շեիտ հոգևորականները, որոնք որ իշխանության են, մեծ վտանգ են, եթե նրանք ստանան ատոմային զենք, ու դա վտանգ է ոչ միայն Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, այլ նաև ամբողջ աշխարհի։ Ու դրա համար է, որ իրենք ուզում են բանակցել, ինչպես նաև եվրոպական իրենց դաշնակիցները ուզում են բանակցել, ինչպես նաև մաքսիմալ ճնշում գործադրեն Իրանի վրա, որպեսզի Իրանը փոխի իր ուղղությունը, մոտեցումը այս հարցի շուրջ, այսինքն չստեղծի ատոմային զենք։ Բայց եթե անկեղծ լինեմ, սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ ամենահետաքրքիր իրադարձությունները հիմա տեղի են ունենում ոչ թե Ուկրաինայի շուրջ, ոչ թե Դոնալդ Թրամփի հայտարարություններն են ամենահետաքրքիրը կամ Եվրոպայից հնչած տարբեր հայտարարություններ, այլ այն, ինչ տեղի ունենում Մերձավոր Արևելքում, հատկապես Գազայում։ Երեք մի փոքր անդրադարձա, այսօր կրկին անդրադառնամ, որ Իսրայելը շատ լուրջ հարձակում է սկսել Գազայի ուղղությամբ, հիմա նաև զրահատեխնիկա են մտցնում, այնտեղ առանց այդ էլ շենք չէր մնացել Գազայում, բայց լրիվ ավերում են ամեն ինչ, բազմաթիվ զոհեր կան Համասի մոտ, այսինքն ովքեր որ դիմադրում են Իսրայելին, դե բնականաբար Իսրայելը ևս ունի կորուստներ եւ վիրավորներ, բայց այստեղ կարևորը այն է, որ Էրդողանը ափերից դուրս է եկել եւ այս ֆոնին կրկին Նետանյահուին համեմատել է Հիտլերի հետ, ասելով, որ ինքը ֆաշիստական իդեալոգիա է տարածում, գաղափարախոսություն, եւ Հիտլերն նույնն էր անում, բայց ինքը չէր հասկանում, որ իր վերջը մոտ է ինքը պարտվում է եւ նույնն էլ տեղի կունենա Նետանյահուի հետ, ասում է Էրդողանը, հստակ համեմատելով Նետանյահուին Հիտլերի հետ եւ իր գաղափարախոսությունը եւ մոտեցումները Հիտլերի գաղափարախոսության հետ։ Շատ հետաքրքիր է, որ Էրդողանն է դա ասում, դե մենք հասկանում ենք, որ քաղաքականությունը եւ քաղաքականության մեջ մեկ-մեկ
լիզուն ավելի շատ ոսկոր չունի, քան հասարակ մարդկանց մոտ։ Այնտեղ ընդհանրապես ոսկոր չունի։ Ինչ ուզում ասում են, իրենք կարող են ունենան նույն ֆաշիստական դրսևորումները, ֆաշիստական, նացիստական ռադիկալ դրսևորումներ, բայց մեկ ուրիշի մոտ տեսնեն այդ ամենը։ Ինչպես որ ասվում է Աստվածաշնչի մեջ, եղբորդ աչքում գերանն ես տեսնում, բայց քո աչքի մեջ փոքրիկ շյուղներ նույնիսկ չես տեսնում։ Նման մաս կա, չէ, Աստվածաշնչի մեջ։ Հիմա նույնն է երևի Էրդողանի մոտ։ Եվ Նետանյահուն էլ փաստացի արձագանքել է Էրդողանին, ասելով, որ Երուսաղեմը մեր քաղաքն է, սա ձեր քաղաքը չէ, եւ Երուսաղեմը միշտ կլինի մեր քաղաքը։ Եվ այն երբեք չի լինի բաժանված, ասել է Իսրայելի վարչապետը, ի պատասխան Էրդողանի խոսքերի։ Այստեղ մենք հստակ նաև հասկանում ենք մեկ բան, որ Թուրքիան իրոք ցանկանում է իր գերիշխանության տակ վերցնել Իսրայելը, Երուսաղեմը, հասկանալով, որ եթե Իսրայելը եւ Երուսաղեմը իր ձեռքի տակ կարողանա վերցնել, իր ազդեցությունը աշխարհում եւ տարածաշրջանում անգամներով կավելանա։ Վաղուց ասել եմ եւ կրկնեմ, որ հակամարտություն է հասունանում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, այդպիսի հայտարարությունների մակարդակով է այդ ամենը տեղի ունենում, բայց ժամանակ անց մենք կարող է եւ ականատես լինենք ավելի լուրջ լարվածություններին, նույնիսկ որոշ տեղերում կարող է բախումներ լինեն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Սա պատահական չեմ ասում, քանի որ ամիսներ առաջ մենք տեսանք, թե ինչպես կարող էին բախվել Սիրիայի օդում Իսրայելի եւ Թուրքիայի ինքնաթիռները, շատ մոտ էին ռազմական բախման։ Իսրայելը ոչ միայն Գազայի վրա է հարձակվում, այլ նաև իր հարձակումներն է շարունակում հութիների ուղղությամբ։ Երեք եւս Իսրայելի ավիացիան ռմբակոծել է Եմենի Հոդեյդա նավահանգիստը։ Այնտեղից էլ շատ հաճախ Իսրայելը հրթիռներ է ստանում ի պատասխան, բայց նաև գործողություններ է փորձում անցկացնել Իսրայելից բավականին հեռու Կարմիր ծովի ափերին հութիների մոտ Եմենում։ Հա այսքանը սիրելի հայրենակիցներ այսօրվա համար։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։